քննիչները ուղարկում են միայն գաղտնալսման ապարատը, որպես մեր տան մեջ դնում եւ լսում են միայն մեր տան խոսակցությունը, տարածում են ամբողջ համացանցով, տալով իրենցը, իսկ իրենց կողմից, քանի որ 40-50 հոգի են, ինչ է, իմպետությունը ինչ է, նժարին է դնում, որ նժարին, դահիճին և զոհին դնում են նույն նժարին, պարոն Փաշինյան, դուք էլ եք այդպիսին, դուք էլ եք անարդար, ես ձեզ էի հավատում, ես ուզում էի ձեզ գրել, ինչ նմանները քաղաքացիներ կոչվել չեն կարող, որ տան մեջ մտել են, կնոջն են մորթել, կնոջը, երեխայի մոտ, մորթել են նրանք։ Հունվարի 12-ին ես այստեղից դուրս եմ եկել, 40 հոգին իրենց հարազատներից հարձակվել են իմ վրա, հարձակվել են իմ տան, այս պայուսակս միշտ բաց, եկել եմ, հանել են այստեղի իմ արտելի բանալիներն են, հանել պրտմանչիկով, այս ապակին երբ որ ցուցմունք տալու պետք է գնայի, այս ապակին են կոտրել ձմռերով, որպեսզի ես ցուցմունք ամբողջ օրը ես ահաբեկվում եմ, երբ ես քննիչին ասացի, որ ինձ ահաբեկում են, քննիչն ասեց Տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ, թե ձեզ ինչպես են ահաբեկում։ Այ այս ձեր փաստաբանները, պարոն Փաշինյան, դեռ ասելու շատ բան ունեն, պարոն Փաշինյան, մարդասպանամետ, մանկասպանամետ փաստաբանները, Շեքսպիրի դրամատուրգը անգամ կարող է նրանք կարող են Ես սպասելու եմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան։ Այդքան հարցերից, որ ես ձեզ եմ պատասխանում։ Պարոն Փաշինյան, հիշում եք իմ թորանս նկարը։ Իմ թորանս նկարը դուք հիշում եք, պարոն Փաշինյան, ձեր հետ նկարված։ Ես ուղարկել էի նկարը ձեզ, որքան եմ իմ թորիկը ձեզ հավանել, ինչքան գիտեք ինչքան մի հետ եք հավատացել եք ձեր ապագայում, որն է ձեր ապագան, հիմա որ իմ ընտանիքը կործանել են սրանք, դուք եք ձեր իրավական համակարգն են, հիմա դուք եք ինձ կործանում, նրանք կործանել են իմ ընտանիքը, իմ ծերությունը, իմ ամուսնու ծերությունը, իմ թորնիկի պապիկը մահացավ, չկարողացավ, ով է մեղավոր, ինչ դատարան,